Բարևի գլխավոր հովանավոր Օնիկ Մեհրաբյան, Cars 911 Ողջույն, սիրելի հայրենակիցներ, բարևի բոլոր ծրագրերը այս շաբաթ նվիրված կլինեն հայոց մեծ ցեղասպանությանը, մեծ եղեռնին։ Եվ այս երեկո հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնախմբի անդամ Լենա Բոզոյանն է մեր հյուրը։ Մեր հայուհիները շատ աշխատանք կատարեցին այս վերջին 1 տարվա ընթացքում այս ուղղությամբ։ Սիրելի Լենա, ողջունում եմ։ Ողջունում եմ եւ խնդրում որպեսի մի փոքր պատմեք այս հիշատակը հավերժացնող ձեռնարկների մասին, որպեսի ժողովուրդը մաս է ինչ որտեղ լինելու ստիպված, բայց եւ այնպես մեկ համախմբված օր ապրիլի 24-ի առավոտյան մենք կսկսենք այն մեծ այս դեպքում քայլարշավը, որը կլինի մեր համախմբման կիզակետը այս բոլոր տարիների ընթացքում։ Տեսնում եմ արդեն դուք ուզված եք, ես էլ եմ շատ ուզված, երկուքին այս թեմայով չպիտի զրուցեին այս օրերին, բայց մեր ուժերը հավաքենք եւ ոգեշնչվենք, որտեղ հաղթանակի լուրջ նշույլներ կան, այսինքն լուրջ փաստեր կան արդեն մոլորակի վրա, եւ դա պիտի պարզեցնի այն դաշտը, որի համար այսքան սերունդներ պայքարեցին։ Շնորհակալություն Արիթին համար, միշտ հաճելի է ցեզի հետ հարցազրույց ունենալ։ Ուրեմն այս աշխատանքը գազམավորման այս ցերնարկներու այս 4 օրվա ընթացքին որտեղի պիտի ունենան 2.5 տարվա աշխատանքի գազམագերբական աշխատանքի արդյունք է, ուր 19 գազམագերբություններ իրար կողի եկած միասնական աշխատանք դարին մեր համայնքի եւ հոգեվորական, եւ քաղաքական, եւ բարեգործական, եւ երիտասարդական մանավանդ բոլոր հանձնախումբերը եւ ներկայացուցիչները հավաքվեցան եւ ծրագրեցին, ուրեմն ինչպես ասիկ ամենին կարևոր ցերնարգը որ կներկայացնենք մենք հարության հարավային Ամերիկայի ասենք այդալ արեմդյան շրջանի այնալ քայլարշավներ որ ապրիլ 24-ին դեղի պիտի ունենա ուրեմն հատկանշականը այն է թե ամեն տարի դեղի ունենան քայլարշավներ դեղի ունենան փողոքի ցույցեր սակայն այս տարվա քայլարշավը այնպիսի ազդուցային արդեն հանած է որ միջազգային լրատվական միջոցներ իրենք մեզ թիմած են ամեն տարի դուք գիտեք թե մենք ինչպես մենք գբաղադինք որ քան եւ մեր ցույցերը եւ այլն ցույց տան իսկ այս տարի լսած են թե ինչ գազམագերբական աշխատանք կդարվի ինչ միջոցառումներ դեղի կունենան ովքեր պիտի մասնակցին եւ ինչպեսի քայլարշավ մեր ժողովուրդը պիտի գադարե 6 մղոն քալելով սկիզբեն մինչև վերջ եւ թուրքական հյուվադարանի արչեւ ինչպեսի ցույց տեղի պիտի ունենան եւ հետաքրքրական է որ քաղաքական թեմքեր իրենք կգան չեն գսեմ որ ես խոսք ուզեմ անշուշտ բոլորին չեն կնար մենք խոսք դալ որովհետեւ ժամեր պիտի դեվե եւ արդեն 6 մղոն քալելով բավական ժողովուրդը հոգնած պիտի հասնի այլևս չեն կրնար երկար օրագարկ դալ սակայն այն պատրաստակամությունը ոչ հայ քաղաքական անձերու այլ ամերիկյան ագնարու թեմքեր, որոնք գուզեն ներկա գտնվել, իրենց ցայնը լսելի դարձնել աշխարհով մեկ, որովհետև բոլորին աչքերը սևերված են այո մայիս 24 ապրիլ 24-ին սևերված են Կալիֆոռնիա Լոս Անջելեսի քայլարշավին եւ մենք չենք կրնար
մեր ժողովուրդը ես վստահ եմ, որ ովևէ մեկ հայ, այսինքն չեմ գնար Երևանայել, որ այդ օրը ովևէ մեկ հայ դունը նստի կամ կորձի երթա։ Պիտի գտնվի Little Armenia ժամը 10-ին եւ այնտեղ գեշ ժամվա ինչպես ամեն տարի միջոցառում դեղի պիտի ունենա, ուր քաղաքապետը Էրիկ Կարսետին խոսք պիտի դառնի այնտեղ, մեր հոգեվորականները պիտի օրհնեն մեր քայլարշավը եւ քայլարշավի սկիզբը Հոմենտմենի փողերախումբը եւ AGBU-ի բարեգործականի փողերախումբը միասնական իրենց պիտի նվագեն իրենց այդ նվագով մեզի պիտի առաջնորդեն թեպի թրքական հյուպատոսարան։ Անշուշտ շատեր կհարցնեն թե պիտի հոգնին, այո 6 մողոնը բավական երկար ճանապարհ է, սակայն սիրելիներ հանձնախումբը մի քանի անգամ քալեց եւ եթե մենք հիշենք այդ հոգնածության բահուն, երբ հիշենք թե մեր նախնիները ինչպես դեղահանված բռնի քալեցին, երևի կմոռնանք այդ հոգնածությունը։ Ոչ թե 6 մղոն, այլ տասնյակ մղոններ, այդ գիզիչ արևին տակ, անոթի ծարավ, 1 օր է, մի քանի ժամ է, եւ մենք հատկացուցած ենք հանգստյան վայրեր, 7 հանգստյան վայրեր, որ մեր նախնիները չունեին, ճուր պիտի բաժնվի եւ եթե անգարելիության բարակային հայրենագիծը չի գտնա շարունակել այդ հանգստյան վայրերու մեջ հայօգնության միության քույրերը եւ հայ-ամերիկյան փուշ քույրերը ներկա պիտի գտնվին այնտեղ որովհետեւ օգնեն մեր հայրենագիծներուն եւ անշուշտ չեն գուզեր այդ մեկը բարձրացնել սակայն եթե կարելիությունը ըլլա որ մի քանի մողոնեմ վերջ իրենց դանինք թրքական հյուպատոսարան այդ է այսինքն ամեն մանրամասնություններ լի մենք քննած ենք որովհետեւ մեր ժողովրդին հանգիստ ուղևորենք եւ ասեմ որ ոչ թե միայն մենք հանձնախումբը այլ այս մեկը եղած է Los Angeles City-ի, Los Angeles County-ի հետ միասնաբար, այսինքն Department of Transportation-ը մեզի հետ է եւ բավական ոստիկանական խումբեր, որոնք ապահովության մասին կմտածեն եւ պիտի փորձեն իրենց գարելին բահելու ապահովությունը եւ պիտի խնդրեն մեր ժողովուրդեն հետևին այն ոստիկաններուն, ցուցմունքներուն եւ հանգարց ընդվզումով չպատասխանեն, որովհետև իրենք մեր ժողովրդին, մեր ապահովության համար այնտեղ են եւ այս տարի մինչեւ թրքական հյուպատոսարան քոնե 4 մայլ մենք զուսպ պիտի քալենք ոչ բորալով, գանչելով, այլ զուսպ քալելով անշուշտ մեր փողոքի այդ բաստարները բռնած, սակայն ոչ կորալով երբ կհասնենք հյուպատոսարան այնտեղ է որ մեր ցայնը պիտի բարձրացնենք ես կգարձեմ որ շատ հատկանշական պիտի լա այս քայլարշավը ամեն տարվա պես պիտի չլա եւ վստահ եմ ես լսած եմ որ դարբեր նահանգներեն գուքան այստեղ որովհետեւ մասնակցին այս մեծ քայլարշավին ինչպես է պատրաստված ճանապարհները պիտի փակվեն այդ հատվածներում որտեղ մենք պիտի քայլենք որտեղ տասնյակ 100,000-ավոր մարդ պիտի լինի վստահ եմ եւ ոչ միայն հայեր այս անգամ վստահ եմ նաեւ օտարազգի շատ քայլարշավին մասնակցողներ կլինեն այս տարի ուրեմն Sunset Բողոդան մենք Little Armenia-ին պիտի սկսենք Sunset Բողոդան լրիվ փակված է Լաբրեյան լրիվ փակված է եւ Wilshire-ը այսին այն լրիվ բողոդան որ մենք պիտի քալենք Sunset Լաբրեյա ցախ Wilshire աճ մինչեւ թրքական հյուպատոսարան լրիվ փակված է եւ այս մեկը այսինքն մեծ ասես ասած հադուցում է նվեր է մեզի որովհետեւ այն քաղաքական մարդիկը, որոնք մենք ընդրեցինք, ժողովուրդ չան, որոնք դուք ընդրեցիք, ինչպես Փոլ Գրիգորյան, ինչպես Ադրին Նազարյան, այնտեղ իրենց ցայնը բարձրացուցին եւ բահանջադեր եղան։ Այո։ Որ այս թյուրությունները դրվի մեզի եւ դրվեցավ այս թյուրությունները մեզի։ Որովհետեւ քաղաքապետը Էրիկ Կարսետին գահավադա այս
ցեղասպանության, ճանաչման եւ ամեն տարի ինքը ներկա գտնված է եւ ամեն ինչ գնեն, որբեսի թյուրացնեն մեր այս ճանապարհը քայլարշավը։ Իսկ Լոս Անջելեսի եւ ինչպես նաեւ Գլենդելի լրիվ այդ լույսերու posterու վրա գտեսնենք բաստարներ, քայլարշավի բաստարներ, արդարության քայլարշավ, March for Justice, March with us։ Այսինքն օդարները այսօր մեկ ամիս է, եթե ոչ ավելի գտեսնեն այս բաստարները։ Եվ ինչպես ըսիկ ոչ հայեր միան միտի մասնակցին, այն փոքրամասնություններ, ինչպես հույները, ասորիները, որոնք իրենք ալ ենթարկվեցան, անշուշտ մենք թիմած ենք իրենք ալ պիտի մասնագից ըլլան, եւ վստահ եմ, որ իսկապես միասնական արդարության քայլարշավ պիտի ելնա ապրիլ 24-ին։ Այո։ Շատ բարի, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ բավականին մանրամասն ձեզ ներկայացվեց, թե ինչպես պետք է մենք նախ շուշանանք, ճիշտ ժամը 10-ին լինենք Little Armenia-ում, ինչպես ամեն տարի, եւ այս տարի ավելի շուտ, ավելի վաղ պետք է դուրս գանք, որտեւ եթե անցյալներում, չգիտեմ, քանի հազար է եղել, չեմ ուզում թվերը ասել, այս անգամ քառապատիկ, հնգապատիկ ավելի պիտի լինենք մենք այստեղ, եւ շատ լավ կլինի, եթե որևէ պատրվակով որևէ մեկը չբացակայի այդ օրը։ Մենք գիտենք, որ բոլոր հայկական հաստատությունները փակ են լինելու, ամերիկյան հաստատություններում աշխատող, պետական հաստատություններում աշխատող բոլոր հայ աշխատակիցներին արտոնություն է տրված այդ օրը չաշխատել։ Հայկական դպրոցները բնական է փակ են, ամերիկյան դպրոցներում սովորող մեր երեխաներին տրված է այդ հնարավորությունը։ Մենք պետք է մեր ընտանիքներով, մեր զավակներով, մեր թոռներով գանք այդ օրը այդ ճանապարհը պիտի բոլորս անցնենք, պիտի անցնենք, ինչպես Լենան ասաց, խոնար սրտերով, պիտի անցնենք աղոթելով մեր սրբացած նահատակների համար, որտեղ նաև այս տարի այն տարին է, երբ նրանք արժանացան սրբացման այդ մեծագույն, ինչ ասեմ, դա պատիվել չեմ կարող ասել, որտեղ դա աստվածային պարգև է, մեծագույն այդ պարգևին եւ դարձան միջոց մեր յուրաքանչյուր աղոթքի համար, եթե նույնիսկ անանուն սրբացած որևէ նահատակի դուք խնդրեք, որպեսզի նա միջնորդը դառնա ձեր ու Տիրոջ միջև, այսուհետև մեր հոգևորական օրենքների սահմաններից ներս նրանք այդ իրավունքը վաստակել են նաև այդպես, թեպետ անկախ վաստակելու փաստն անգամ նրանք այդ իրավունքը միշտ ունեցել են։ Անմեղ զոհը միշտ դառնում է հրեշտականման այն սուրբը, որի միջոցով դու կարող ես հաղորդակցվել քո Տիրոջ հետ։ Ուստի եկեք այդ օրը միասնաբար մասնակցենք այդ քայլարշավին, մեր քայլարշավին, որը ինչպես Լենան նշեց, իր վրա կուղի համայն մարդկության ուշադրությունը։ Երկու կիզակետ ունի այս տարվա, այս տարելիցի մեր փաստը։ Մեկը Հայաստանում ապրիլի 24-ին, մյուսը Միացյալ Նահանգներում հենց այս նահանգում ապրիլի 24-ին, որ 12 ժամ, ինչպես գիտեք, հետո է լինում։ Մի փոքր դադար կունենանք այժմ բարեկամներ վերադառնալու եւ շարունակելու համար մեր զրույցը։ Ցանկանում եք վերականգնել ձեր առողջությունը, դիմեք դոկտոր Արևիկ Արամյանի ղեկավարած Գլենդելում գործող Pure Balance Chiropractic բժշկական կենտրոն։ Կենտրոնը մասնագիտացված է ավտովթարների վնասվածքներ, ռադիկուլիտ, ընդհանուր թմրություն եւ թուլություն, մկանային եւ հոդային ցավեր, դիսկի գրիժա բուժելու բնագավառներում։ Այստեղ առաջարկվում են նաեւ քաշի կարգավորման համար սննդի հավելումներ։ Զանգահարեք Pure Balance Chiropractic բժիշկ Արևիկ Արամյանի մոտ ժամադրություն ստանալու համար։ Հեռախոս 818 937 9301։ Welcome to Pure Balance Chiropractic. Սոնաֆե Adult Daycare, Թահանգա քաղաքի կենտրոնում, բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում։ Սոնաֆե տարեցների ցերեկային խնամքի տուն։ Ընտրյալ անձնակազմ, անհատական վերաբերմունք, առողջ սնունդ, ապահով միջավայր։ Երջանիկ երկարակեցություն, սա է բժիշկ Նուբար Ջանոյանի նշանաբանը։ Սոնաֆեն կնպաստի տարեցների մեջ արկա ձիրքերի եւ երազների բացահայտմանը եւ իրագործմանը։ Քննարկումներ, երկուպար, լիարժեք ծրագիր։ Սոնաֆե տարեցների տուն, առողջապահական խնդիրների լիակատար բավարարում բժշկի, բուժքույրերի եւ այլ մասնագետների միջոցով։ Վայելեք բարեկեցիկ կյանք ցանկացած տարիքում, շարունակեք զգալ կյանքի բերկրանքը ձեր հասակակիցների հետ միասին։
Venture Out. Շուշան լավաշ, ամենահայտնին եւ վստահելին մեր համայնքում։ Հայկական հացը այստեղ պատրաստվում է ավանդական եղանակով, թթխմորով եւ առանց շաքարի։ Այդ իսկ պատճառով Շուշան լավաշը նաեւ առաքվում է Միացյալ Նահանգների այլ շրջաններ։ Եվ այժմ նորություն շուկայում հայ համայնքի համար։ Շուտով կարող եք գնել դարձյալ առանց շաքարի եւ թթխմորով կտավատի հաց, որն առողջարար է եւ անփոխարինելի։ Շուշան լավաշ, փնտրեք հայկական նպարատներում։ Take a selfie with your best friend. PRP դեմքի մաշկի երիտասարդացում մայքրոփեն սարքով։ Zirona բարի contouring ջարպային շերտի վերացում։ Erbumiac մաշկը թարմացնող վերականգնող գործողություն։ Teeth whitening ատամների սպիտակեցում արագ եւ արդյունավետ։ Botox and fillers մաշկը հարթեցնող ներարկումներ առանց ցավի եւ կապտուկների, ինչպես նաեւ պիգմենտային կետերի, անցանկալի մազերի, դաջվածքների հեռացում լազերի միջոցով եւ մշտական դիմահարդարում։ Who is your best friend? 7Q Spa միշտ երիտասարդ եւ գեղեցիկ։ Թուրքական հիստերիան երբեք այսքան բուրըն չի եղել եւ ինչպես Լենան նշեց այս ընթացքում դաթարի, այո, այսպիսի պրոպագանդ չէր կարող անել որևէ մեկը հայերի համար եւ մեր հարցի վերաբերյալ, ինչպես դա արեց Թուրքիայի նախագահը։ Եվ այս հիստերիան օրեցօր աճում է եւ կարծում եմ դրա կիզակետը կլինի ապրիլի 24-ը, սպասենք տեսնենք թե Միացյալ Նահանգների նախագահը ինչպիսի համարձակություն եւ տղամարդկային արժանապատվություն կունենա այս տարի, բայց հուսով եմ, որ ինչ որ կերպ առավել նա իրեն կփորձի արդարացնել եւ մաքրել այն ստի այդ կեղծ դիմակը, որը նա հագավ ընտրությունների ժամանակ եւ մեկ անգամ եւս մեր անմեղ ժողովուրդը հավատաց այդ ստին, որովհետեւ միշտ պատրաստ է ընդունել, որ ինչ որ մեկը վերջապես կգար եւ այս մեծ ու արդար անունը կրող երկրում մի բան վերջապես հաստատելու, այս պարզ ճշմարտությունը, որը արդեն անվիճելի է, այնքան է ամբողջ աշխարհը խոսել այս մասին եւ տեսնում եք ամեն օր նորություններ, այսօր արդեն Գերմանիան ընդունեց եւ հուսով եմ մինչեւ 24-ը եւ շատերը հրաժարվում են Թուրքիա մեկնել իրենց կազմակերպած, այսպես ասած, տոնական արարողությանը եւ սա արդեն լուրջ ապտակ է թուրքական հասարակությանը եւ պետությանը։ Միջազգային մամուլը ամեն օր անդրադառնում են նոր նյութերով։ Նոր նյութերով թեմ Թուրքիո եւ այդ է որ հիստերիկ իրավիճակի մեջ է եւ ես գսեմ որ մեր ամենամեծ ամենալավ պրոպագանդան որ քարոշչությունը որ գնա այդ մեկը Էրդողանն է անվճար մեր ամեն օր գխոսի եւ անշուշտ այսօր որ Դավութ Օղլուն այսպես չընդունելով հանդերձ ներողություն փորձեց ասել զոհերին որ եղած են երկու կողմե զոհեր այդ մեկը արդեն նորեն ցևով ինչպես ասիկ ապտագեր եւ մենք չենք ընդունիր այդպիսի մտածված նենք խորամանկ ներողություններ արդեն այս անմեղ ժողովուրդը այդ խորամանկ ցեղին զոհ դարձավ որտեղ ընդունեց եւ իր տարածքի վրա խոնար ապրում էր իր սեփական հողի վրա, որտեղից տեղահանվեց եւ ցեղասպանության ենթարկվեց։ Շատ բարի։ Մենք պիտի գործնական խոսենք ավելի սիրելի Լենա, որտեղ շատերը անհանգստանում են փոխադրամիջոցների մասին։ Առավոտյան քանիսին պետք է ավտոբուսները շարժվեն տարբեր տարածքներից, որոնց հասցեները ամենուրեք կա, դուք գիտեք դա արդեն նորից ժամանակը շատ սուղ է, որպեսզի ձեզ ասենք այդ ամենը, բայց խնդրենք որպեսզի Լենա Բոզոյանը մեզ այս երեկո տեղեկացնի, որտեղից են շարժվում, ոչ թե որտեղից են շարժվում, քանիսին է ճիշտ որ մենք լինենք այդ վայրերում, որոնք մոտ են մեր բնակության վայրին, եւ վերադարձի մասին իհարկե, մարդիկ հոգնած արդեն մոտ 6 ժամ հետո պիտի փորձեն վերադառնալ տուն, ինչ է արվում այս ուղղությամբ։ Ուրեմն մենք հաջող գրկնած ենք այս 1.5-2 ամսվա ընթացքին մամուլով, հեռուստագայաններով մենք փոխանցեցինք, թե փոխադրամիջոցներ կան, սակայն փոխադրամիջոցները բասերը, որ հանրագարքերը, որոնք պիտի փոխադրեն ժողովրդին,
այդքան ալ շատ չեն։ Այս համանապակված են եւ խնդրած են ժողովուրդին, որովհետեւ արձանագրվին։ Այսքի առաջ արձանագրության խնդիր չի եղած, իրենք վարժեն, որ երթան եկեղեցի, երթան գետրոնները ուրվորեր եւ իրենց փոխադրագարկերը բիդի դաներ։ Այս տարի, որովհետեւ բահանջ կա այդքան շատ է սիրելիներ, պետք է արձանագրվիք։ Այն գետրոնները օրինակի համար, եթե եկեղեցի եմ պիտի երթակ, եկեղեցու գրասենյակ զանգեցեք եւ արձանագրվեցեք։ Ձեր անունները պետք է լա, որովհետեւ մենք եթե գիտնանք, որ մեկ գետրոնի մեջ 5000 հոգի գա, կամ ասենք 1000 հոգի գա, այդքան փոխադրագարկել, այդքան կապահովվի։ Բայց եթե չարձանագրվի, չենք կրնար գիտնալ, որքան պետք է այնտեղ, թեգուզ ուրիշ տեղ ավելի բահանջ կա։ Ուրեմն խնդրեմ սիրելիներ, արձանագրվեցեք։ Բայց արձանագրվում են արդեն։ Այո, արձանագրվում են եւ այս հեռախոսահամարը պիտի դամ 818-507-1933 818-507-1933 այս մեկը երիտասարդական գետրոնի թիվն է, ուր երիտասարդները ծեր անունը, ասկանունը վիդարնեն եւ խնդրեմ այնտեղ եղեք ժամը 8-ին։ Այն բոլոր վայրերուն, ուր պիտի հավաքվի ժողովուրդը, ժամը 8-ին պիտի հավաքվին, որովհետեւ կոնե 8:09-ին բասը շարժվի, փոխադրագարկերը շարժվին։ Եթե տեսնենք, թե բավական ժողովուրդ կա, պիտի փորձենք կոնե Գլենդելի շրջանի մեջ, Բերբենքի Գլենդելի, Լակրսենտայի շրջանի մեջ 2 անգամ շարժվին։ Այո, ձեր էկրաններին տեսնում եք բարեկամներ հեռախոսահամարը, գրանցեք այս պահին խնդրում ենք ձեզ 818-500-1933, որպեսի կարողանաք այսօր վաղը զանգահարել, օրերը հաշված են մնացել, պիտի կարողանաք ձեր տեղերը ապահովել, որպեսի այո, ինչպես քիչ առաջ նշվեց, մենք կարողանանք ըստ թվի մեր հայրենակիցների ավտոբուսներ ավելացնել, որտեղ եթե այդպես չի լինելու իմաստ չունի այդ դեպքում ավելացնել, պիտի տեղյակ լինեն, թե որքան ամեն մի ուրեմն տեղում մենք կլինենք թվով քանի հայրենակից։ Այս կեզատ մենք ապահոված ենք 2 մեծ գանքարներ, Convention Center-ը եւ Dolby-ն, որ առաջ կոդակներ։ Ուրեմն այդ գետրոններում մեջ 9000 ինքնաշարժերու գանքար գա, մույսը 3000։ Լրիվ օրը $7 կդրվի, ինքնաշարժը այնտեղ փառք կլա, իսկ այնտեղ պիտի լան մեր երդասարտները, որ պիտի օգնեն իրենց, որ գամ շաթլներով, գամ մետրոյով Sunset եւ Western հասցնեն, ուր որ պիտի հավաքվենք։ Այսինքն մեր ասենք գամավոր երիտասարդները ամեն ցևով պիտի փորձեն այդ գանքարներեն ուղղորդել ժողովուրդը թեպի առաջին վայր, որ Sunset եւ Western է։ Շատ բարի, որպեսի պատշաճ նաև հագուստով մենք ներկա լինենք եւ այս քայլարշավի մասը կազմենք բարեկամներ, շատ կարևոր է որպեսի նաև այս մասին խոսենք, բայց դա մենք կանենք մի փոքր դադարից հետո, եկեք ունենանք եւս մեկ դադար վերադառնալու եւ այս կարևոր խնդիրը լուծելու, որտեղ եթե մենք հատկապես այն շապիկները չենք կրելու, որը արդեն նախատեսված է, որը նաև կվաճառվի այդ օրը, ապա պետք է նախապատվությունը տանք ինչ-որ երանգների, որի մասին կխնդրենք, որպեսզի Լենան քիչ անց մեզ տեղեկություն հաղորդի։ Մնացեք մեզ հետ։ All for Health առողջապահական կենտրոնի մանկաբուժական մասնաճյուղը այժմ գործում է նոր հասցեով։ Բժիշկ մանկաբույժ Գագիկ Խոլյանին այցելելու համար նախապես զանգահարեք։ Մեզ համար կարևոր է ոչ միայն ձեր երեխաների առողջությունը, այլ նաև ժպիտը։ Երջանկության հիմքը քաջ առողջությունն է։ Այս նշանաբանով են առաջնորդվում բժիշկ Նուբար Ջանոյանի գլխավորած All for Health, Health for All առողջապահական կենտրոնում։ Ձեր առողջապահության պլանավորումը եւ ապահովումը մեր գերագույն նպատակն է։ Մենք բացառիկ հնարավորություն ենք տալիս բոլորին, նույնիսկ ապահովագրություն չունեցողներին։ Մեզ մոտ առաջնահերթ է մանկաբուժությունը։ Երեխաները մեր ապագան են, իսկ նրանց առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է։ 7 մասնաճյուղ Գլենդելում եւ Բերբենքում։ Մի հապաղեք, զանգահարեք ժամադրության համար։
Elegant Body Shop վաղուց հայտնի է, որ ձեր ավտոմեքենան այստեղ հմուտ վարպետների շնորհիվ ստանում է էլեգանտ տեսք։ Գառնիկ Վարդանյանի տնօրինությամբ գործող Elegant Body Shop-ի նշանաբանն է աշխատանքի բարձր որակ, արագ սպասարկում, մատչելի գներ, բարեհամբույր վերաբերմունք։ Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է անվճար ավտոմեքենա, առաջարկում է ձեր մեքենայի յուղը փոխել այստեղ։ Բաց է լուսաբացից մինչև ուշ գիշեր։ Ձեր բարեկամությունը այս հաստատության հետ նշանակում է վայելել ապահով, գեղեցիկ ու շքեղ ավտոմեքենա։ Հեռախոս 818 409 1902 Elegant Body Shop։ Սա իմ աշխարհն է։ Այս խորագրով տեղի կունենա Ռազմիկ Մանսուրյանի ստեղծագործական երեկոն։ Համերգը տեղի կունենա Արբաց սրահում 5-շաբթի, մայիս 28 երեկոյան 7:30-ին։ Համերգին կմասնակցի սիմֆոնիկ էստրադային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար Ալբերտ Բլբուլյան։ Տոմսերի համար զանգահարել 818 265 0506։ Սա իմ աշխարհն է։ Suzy's Design 25 տարվա փորձառությամբ կահույքի միակ վաճառակենտրոնը, որտեղ կա մեծ ընտրություն եւ բարձր ճաշակ։ Խանութում ցուցադրված կահույքը այժմ վաճառվում է առավել զեղչով։ Suzy's Design-ում է միայն, որ կառաջարկվեն հրաշալի գաղափարներ նորահարսերի համար։ Ուշադրություն բարեկամներ, բոլոր ապրանքները վաճառվում են ջախ-ջախիչ զեղչերով։ Միայն Suzy's Design-ում դուք կստանաք արագ եւ սքանչելի սպասարկում։ Միակը, որտեղ կարող եք վերանորոգել ձեր տան կահույքը եւ առավել գեղեցկացնել այն։ Suzy's Design։ Այո, ծրագիրը եզրափակենք մեր հագուստի երանգներով։ Եթե չենք կրում այս հագուստները, որոնք կվաճառվեն եւ այնտեղ եւ այժմ վաճառվում են, ինչ նախապատվություն տանք սև եւ Ուրեմն սև եւ մանիշագագույն։ Այս տարվա խորհրդանիշն է անմորուգին, ուրեմն մանիշագագույն եւ սև։ Խնդրեմ, եթե ունիք, խնդրեմ հագվեցեք եւ շատ պիտի ուզենք, որ լուրջ լանք, խոնար լանք, կորալով, բորալով քայլարշավը չշարունակվի, ուրիշ մտահոգություն կա, որ պիտի անցրև է, այդ մեկն ալ գուզեմ ասել, սիրելի ժողովուրդ, անցրև, արև, մենք պիտի քալենք, այս մեկը արդարության քայլարշավ է, մեր նախնիներու հիշադակին, պիտի հիշադակենք, պիտի քալենք խոնար եւ երբ հասնենք թրկական հյուպատոսարան, մեր փողոքի ցանը պիտի բարձրացնենք, միացեք մեզի։ Շնորհակալություն Լենա, այս շատ կարևոր տեղեկությունները հաղորդելու համար, բարեկամներ, այս երեկո այսքանը, մենք միասնաբար կունենանք եւս մեկ քայլարշավ դա հաղթանակի բոլոր ժողովուրդներին խաղաղության կոչի նաեւ ցեղասպանությանը վերջ տալու քայլարշավ է։ Ոչ միայն մեր ժողովրդի նոր հասած այս ցեղասպանության, այլ նաև համայն մարդկության։ Մարդկությունը վերջապես պիտի մաքրի իր մեղքերը այսքան արյունից, որ ամեն օր դեռևս հեղվում է այս մոլորակի վրա։ Մնացեք բարով, շնորհակալություն, բարի գիշեր։